Հնդիկների գիշերային կերուխումի արյունոտ հետքերն են հյուրանոցի պատերին և բակում։ Հնդկաստանի 4 քաղաքացի է ծանր վիճակում տեղափոխվել Միքայելյան հիվանդանոց։ Խմել են, վիճել ու հավանաբար դանակով հարվածել իրար։ Կացարանի վերածված նկուղում սեղանի վրա օղու և գարեջրի շշեր են։ Շենքում ապրող մյուս հնդիկները ասում են, տեղյակ չեն ինչ է եղել գիշերը, ինչ սև կատու է անցել սեղանակիցների միջև։ Հարևաններն ասում են, քնած են եղել, ոմանք աշխատանքի։ I don't know whether I'm sleeping. I think I'm only sleeping now. Actually I'm sleeping. You know English? Պատել Հիտենդարը պատմում է, որ կնոջ և որդու հետ է ապրում հյուրանոցի սենյակներից մեկում։ Առավոտյան 8-ին է զարթնել և տեսել, որ շենքում ոստիկաններ կան։ We don't know what happened. Մենք չգիտենք ինչ է եղել անցած գիշեր, բայց տղաս շատ էր վախեցել, չէր հասկանում ինչու է ոստիկանություն եկել։ Միքայելյան հիվանդանոցից հայտնում են, որ Հնդկաստանի 4 քաղաքացիներից 3-ը որովայնի, մեկը կրծքավանդակի շրջանում է վնասվածքներ ստացել։ Նրանց վիրահատել են, վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի առողջական վիճակն էլ կայուն ծանր է։ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածներով։ Հայկ Ավանեսյան, Նորայ Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։